Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ադրբեջանի ռեժիմը կպատրաստվի հարձակման, Հայաստանը վտանգի մեջ է, Հրանտ Միքայելյան։ Պատերազմին ընթացքին 10-11 հազար բնակիչ ունեցող Քաշաթաղի շրջանը տված է ավելի քան 2000 գամավորական, ժամկետային, աշխարհազորային եւ բահեստազորային մասնակցություն։ Անցագետերու գնիկներուն վրա այլևս Արարատ լերը չէ պատկերված։ Մենք դեր պիտի գրվինք, Էդմոն Մարուկյան։ Խաղաղասեր Ադրբեջանը կպատրաստվի դոնել մեր թեմ սանձազերծված պատերազմը, Տատևիկ Հայրապետյան, Փյուզանտ Եղիայան, Գյանքի նվիրյալը։ Հայտնի դարձած է, թե Գոստանտո Բորսով, որ հայկական դաճարին մեջ տեղի պիտի ունենա աղոթմը Հռոմի Բաբի մասնակցությամբ։ Աջակցինք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Արևելյան Հայաստանը կգտնվի լուրջ վտանգի մեջ։ Ադրբեջանը կրազմականացնե բռնագրաված Արցախը Հայաստանի վրա հարձակելու նպատակով։ Այս մասին նշած է քաղաքական գիտնական Հրանտ Միքայելյան։ Անոր համաձայն 2020-ի պատերազմեն ետք Հայաստանի ռազմավարական հնարավորությունները զգալիորեն նվազած են եւ երկիրը դարձած է ավելի խոցելի։ Ներկայիս առաջնահերթը եղած է պահպանելը։ Հրանտ Միքայելյանը ընդգծած է, որ Ադրբեջանը կստեղծի հարձակման հարթակ Արցախի տարածքին կառուցելով 5-րդ օտագայանը ճանապարհներ եւ հիվանդանոցներ։ Միևնույն ժամանակ ան նշած է, որ Հայաստանը կրնա հաղթահարել այս վտանգը ընդլայնելով գործընկերային ցանցը եւ գտնելով դաշնակիցներ, որոնք կդիմադրեն բանտուրանական քաղաքականության։ Քաղաքագիտական գնահատմամբ հարավային Կովկասը հիմնականին մեջ կգտնվի Թուրքիո աստեցության տակ, մինչդեռ Հայաստանի մեջ կնկատվի նաեւ Մեծն Բրիտանիո աջող աստեցությունը։ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանին մեջ թուլացած են եւ հայ-ռուսական հարաբերությունները ասիջանաբար կհերանան դաշնակցային մակարդակեն։ Պերցորի հողին վրա ցևավորված քաշաթաղցի սերունդը միշտ ալ աչքի ընկած է իր հայրենասիրությամբ եւ խիզախությամբ։ Անոնցմեմին Հունան Խանամիրյանը իր համեստությամբ, բարի եւ նվիրյալ բնավորությամբ անչնչելի հետք թողեց։ Հունանը ծնած էր 1988-ին Վայքի Ռինդ գյուղին մեջ։ 1994-ին ընտանիքը տեղափոխված էր Պերցոր։ Դեր դպրոցական տարիներեն Հունանը գփայլեր իր բարությամբ եւ ընկերասիրությամբ։ Անոր առաջին ուսուցչուհին Քայանե Բադալյան Մեջլումյան գհիշե։ Հունանը մեր գարկախոսի բոլորս մեկի համար, մեկս բոլորին լավագույն օրինակներ։ Դպրոցը ավարտել է ետք անծարայեց հայոց բանակին մեջ, ապա աշխատեցավ Քաշաթաղի շրջանի վարչակազմին մեջ իբր վարորդ։ Բոլորը զին կճանչնային իբր վստահելի, ժպտերես եւ հայրենասեր երիտասարդ։ Հունանը եղած է 2016-ի ապրիլյան պատերազմի գամավոր մարտիկներեն, իսկ երբ 2020-ի սեպտեմբերին պատերազմը գրգին բռնգեցավ, առանց վարանելու մեկնեցավ թեպի ճակատ։ Մարտունու ուղղությամբ մղված ծանր մարտերու ընթացքին Հունանը ցուցաբերեց աննահանջ քաջություն։ Հոկտեմբեր 26-ին ան ինգավ մարտի դաշտին վրա իր 3 ընկերներուն հետ։ Հունան Խանամիրյանը հավերժ մնաց Պերցորի հերոսներու շարքին, դառնալով խորհրդանիշ սերունդներուն համար։ Ան հուղարկավորված է Ռինդ գյուղի եղբայրական գերեզմանատան մեջ։ Էդմոն Մարուկյան թիմադեդրի էջին վրա գրած է. Հարգելի հայրենագիցներ, հակառակ անոր, որ ես փողոքարգեր էի Արևելյան Հայաստանի կառավարության այն որոշումը, որ կապված էր Արարատ լերան պատկերը սահմանային անցագետերու գնիկներեն հանելու գործին եւ վիճանկյալ գարկով խնդրեցի մինչեւ նոյեմբեր 1-ը գասեցնել այդ գործողությունը, Արևելյան Հայաստանի վարչական դատարանը մերժեց իմ միջնորդությունը։ Սակայն այդ որոշումը սկսած է գործել, բայց գործը դեր դատարանային ընթացքի մեջ է եւ մենք կշարունակենք պայքարը։ Այդուհանդերձ մեր սահմանային անցագետերու գնիկներուն վրա այլևս Արարատ լերան պատկերը չկա։ Վաղը այն պիտի հերացվի նաև Հայաստանի Հանրապետության զինանշանեն, եթե մեր ժողովուրդը, մենք բոլորս չհամախմբվենք եւ չպայքարենք այս անարդարության թեմ։ Ադրբեջանակետ Տատևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. Առանցնապես բամը չի կդարվիր։ Ուղղակի խիստ խաղաղասեր Ադրբեջանը կպատրաստվի դոնել մեր թեմ սանձազերծված պատերազմը եւ անոր հետևանքով իրականացված էթնիկ զդումը։ Մեկ խոսքով կպատրաստվի նոյեմբեր 9-ին։ Փյուզանտ Եղիայան հայ ժողովրդի այն նվիրյալներեն մեկն է, որուն կյանքը միահյուսված էր ցավին, կրթության եւ ծառայության։ Ան ծնած է Ադանայի մեջ, մանկութենեն ի վեր դառնալով Գիլիկիո գոտորածներու եւ հայրու ցեղասպանության ականադեսը։ Այդ ցնցիչ փորձառությունները ցևավորեցին անոր անսասան հավատքը գիտության, կրթության եւ հիշողության պահպանման հանդեպ։ Փյուզանտ Եղիայան իր կրթությունը ստացած է Դարսոնի եւ Զմյուրնիո ամերիկյան կոլեջներուն մեջ, ապա ուսումը շարունակած է Ժնևի միջազգային հարաբերություններու ինստիտուտին մեջ
ուր մասնակցած է միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության ոլորտներուն մեջ։ Ժնևի մեջ ան մասնակցած է ազգերու լիգայի նիստերուն, բարձրացնելով հայ պաղստականներու խնդիրները, հանդիպելով նաեւ Նանսենին եւ Բերնարդ Շոին։ Անոր մանկավարժական եւ խմբագրական գործունեությունը ընդգրկած է Սուրիան, Լիբանանը, Մեծն Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եղիայան եղած է Գիլիկիո Գադողիկոսարանի խորհրդականը, Հասկ եւ Ձիաձան թերթերուն խմբագիրը, ինչպես նաեւ Մելկոնյան գրթական հաստատության դնորենը։ Բյուզանտ Եղիայան արժանացած է բազմաթիվ բարձր բարգեւներու, Սուրբ Մեսրոբի եւ Գիլիկիո մեծ խաչի շքանշաններուն։ 1982-ին Ամերիկայի հայոց թեմը զինք ճանցավ իբրև դարվան մարդ։ Անոր ամբողջ կյանքը վկայություն մնե հայ մտավորականի դոգունության եւ նվիրումի։ Անոր ցկած ժառանգությունը իր գիրքերով, հոդվածներով եւ փարոյական օրինակով կշարունակե լուսավորել հայ գրթության եւ ինքնության ուղին։ Աղոթքը, որում պիտի մասնակցի Հռոմի Պապը իր Կոստանդնուպոլիս այցելության ընթացքին, պիտի կայանա հայկական Սուրբ Աստվածածին հայրապետական եկեղեցվո մեջ։ Այս մասին կդեղեկացնեն Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքարանեն։ Հայկական այս եկեղեցին կգտնվի Կում Կապու թաղամասին մեջ։ Այցելությունը նախադեсված է Հովաբետին այցի վերջին օրը։ Ան դաճարին մեջ պիտի գտնվի մոտ 30 վայրկյան եւ զինք պիտի ընդունի Բոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյան։ Հայրապետական այցը դեղի պիտի ունենա Կոստանդնուպոլիս նոյեմբեր 27-ին 30-ը։ Այցի ընթացքին ան պիտի հանդիպի Կոստանդնուպոլսո ուղղափառ եկեղեցվո պատրիարք Բարթողոմեոս առաջինին, ետքը համատեղ հռչակագիր մը պիտի ստորագրեն։ Այցը ավարտել է ետք կաթողիկե եկեղեցվո առաջնորդը պիտի մեկնի Լիբանան։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ալավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմատրոններու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են անելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։